Կարապետյան, եթե չհաջողվի ընտրություններով Նիկոլ Փաշինյանին հեռացնել, իշխանափոխության այլ պլան սցենար ունեք։ Իշխանափոխության այլ սցենարը կախված է հայ ժողովրդից։ Ես ինչպես կարող եմ ունենալ այլ պլան, հայ ժողովուրդը ինչպես կորոշի, այդպես էլ կորոշի։ Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, չնայած դրա հնարավորությունը ձգտում է 0-ի, բայց հայ ժողովուրդը եթե կհամակերպվի, ուրեմն կհամակերպվի։ Դե մի անգամ երկու անգամ համակերպել է։ Երկու անգամ համակերպել է։ Դուք կհամակերպեք դրա հետ։ Ժողովուրդ ջան, անպայման մենք մոտակա օրերին կհանդիպենք, Մարիանան ձեզ կհրավիրի, ընտրությունից հետո ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ։ Այսօր մի քիչ փոխել է ձեր հարցեր կա։ Նախկինում ավելի վստահ ասում եք, որ հաջորդ վարչապետը դուք մի տեսակի փոխվել է դեպի լավը, մի անհանգստացեք։ Վաղը ինչպեսի Հայաստանում եք ապրում, Վաղը ինչպեսի Հայաստանում եք տեսնել։ Վաղը կուզենայի տեսնել Հայաստան լեգիտիմ իշխանությունով։ Դա շատ կարևոր է մեր երկրի համար, քանի որ չունենալով լեգիտիմ իշխանություն, մենք չենք կարողանալու ապահովենք Հայաստանի զարգացումը։ Ընտրախախտումների վերաբերյալ հանձնարարել եք։ Իսկ մեզ էր հարցի պատասխանը։ Ընտրակաշառք դուք գիտեք ով է բաժանում եւ ամեն օր նույնիսկ այդ մեր մասին բայց ոչ մի բան չեն կարողանում ապացուցել։ Господин Капитан, для Associated Press вопрос. Можно, пожалуйста, как будут отношения развиваться дальше с Евросоюзом, с Россией? Ժորժան կներեք, անպայման ձեր հարցին պատասխանել եմ։ Ակնհայտ է մեկ բան, որ Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունը չի տալու ձեզ։ Դուք պլան B ունեք, պարոն Կարապետյան։ Ակնհայտ չի։ Ակնհայտ չի։ Սպասենք, միջև վաղը սպասենք։ Պատրաստ է ձեր ղեկավարած կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության մոտ ընդդիմություն աշխատել, պարոն Կարապետյան։ Դուք ես մի քանի անգամ պատասխանել եմ, հարցի պատասխանը լավ գիտեք, ես ամեն օր ավելի մեծ համոզմունքով պատասխանել եմ այդ հարցերին։ Նույնն է մնացել ամեն ինչ, ոչ մի բան չի փոխել։ Դուք եք ուզում, որ մենք ընդդիմություն լինենք, ոնց որ լրիվ Փաշինյանի կողմից։ Մի հատ մարդ չի մնացել է ժողովրդի մեջ Փաշինյանի կողմից, մնացել եք միայն դուք։ Ես կողմը, Всё.